Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը բոլոր նշանների համար, ինչ է մեզ սպասվում օգոստոսի 15-ից 31-ը։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ է կարևոր իմանալ մեզ բոլորիս։ Առաջինը սկսենք խոհերից։ Տեսնենք ինչ է կարևոր խոհերին լսել իմանալ այս պահին։ Երկու շաբաթվա համար ինչ կհուշեն կարտերը խոհերին։ Իսկ ընտրեմ երկու տարբերակ եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր խոհերին։ Տեսնում եմ Պենտակլի 9, տեսնում եմ կին կայացած, կանգնած է, հիանում է իր աշխատանքով, հպարտանում է նաև իր աշխատանքով, այսինքն այստեղ տեսնում եմ կայացած մարդ, որը աշխատում է եւ շատ է աշխատում եւ շատ գոհ է ինքը իրենից, իր ձեռքբերումներից, միգուցե որովհետեւ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մարդը արդեն կքաղի պտուղներ իր աշխատանքի։ Ամեն դեպքում բավականին գոհ մարդ եմ տեսնում, բայց մարդ, որի ոչ թե բախտը բերել է, այլ պարզապես ինքը աշխատել է, ինքը ինչ-որ ձեռքբերումների ինքնուրույն հասել է եւ հիմա այլ պարզապես դադար է առել մի պահ եւ փորձում է միգուցե վայելել։ Շատ գեղեցիկ է, տեսնենք։ Կարող է լինել եւ կին եւ տղամարդ, նշանակություն չունի, որ նկարում կին եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խոհեր։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում եմ 9, տեսնում եմ 10։ Գիտեք, ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ կամ մարդ, կին կամ տղամարդ, ես կանայք եմ տեսնում, բայց նաև տեսնում եմ ընտանիք։ Երկուսին էլ կարող է վերաբերել։ Ինչպես արդեն ասեցի, մարդը ինչ որ նպատակի հասել է, շատ այսպես հանգիստ, կարծես, գիտեք, որ մարդը շունչ է քաշում, ասում է վերջապես։ Ինչ որ մի նպատակին մարդը էլ ոչինչ չի կարող անել, արդեն ինչ ջանքեր որ պետք էր ներդրել է, բայց ես այստեղ չնայած նկարում տեսնում եմ պենտակլներ, ինչը կարող է լինել ֆինանսական աշխատանքի արդյունք, բայց ես իրականում տեսնում անձնական կյանքի մասին։ Մարդ էլ եմ ասում, կին կամ տղամարդ կարևոր չի, խոյ, որը այսպես հանգիստ փորձում է վայելել իր ձեռքբերումը, իսկ ես այստեղ շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ես տեսնում եմ շատ գեղեցիկ հարաբերություններ, տեսնում եք, մարդիկ 4-ն է սա, բավականին շատ երկար ժամանակ են միգուցե իրար հետ զույգ են, եւ շատ լավ ժամանակ են անցկացնում, շատ լավ են զգում իրենք իրար հետ, եւ տրանսֆորմացիայով կարող եմ ասել, որ փոխվում է իրենց կյանքը պարզապես հաճելի ժամանակ անցկացնելուց, իրար լավ ճանաչելուց, մարդիկ պարզապես վերջապես դառնում են ընտանիք։ Որոշ խոհեր կարող եմ ասել, որ կորոշեն ամուսնանալ մինչև օգոստոսի վերջ։ Եթե հարսանիք չեք նախապատրաստել, արդեն չեք պլանավորել, ես կարծում եմ, որ կլինի, որտեղ տեսնում եմ արև եւ տեսնում եմ 10-ը։ Այսինքն այդ ձեր աշխատանքը ներդրումը, ինչ որ դուք արել եք ձեր հարաբերություններում, հարգելիներս 9-ից վերջացնում եք, 10-ը վերջն է, այսինքն լավագույն արդյունք, ձեր աշխատանքը ինչ որ դրել եք, միգուցե ինչ որ դժվար ճանապարհ եք անցել, միգուցե ինչ որ խնդիրներ եղել են, ոչ մի զույգի մեջ ամեն ինչ այդպես հալած յուղի պես չի լինում, բայց դուք կարողացել եք այսպես գեղեցիկ զույգ ստեղծել, իսկ հիմա փոխվում է կարգավիճակը, մի բան վերջանում է, մահվան կարտով մի բան վերջանում է, սկսում է նորը, այսինքն ձեր ընկերությունը, ձեր գեղեցիկ հարաբերությունները, պարզապես հարաբերությունները վերջանում են եւ դուք դառնում եք ընտանիք։ Արև եմ տեսնում, 10-ը տեսնում եք, գեղեցիկ կարտ եմ տեսնում, ընտանիք, երեխաներ, հարգելիներս, կարճ եթե ասեմ, որոշ խոհեր կորոշեն ամուսնանալ, շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում, շատ լավ ընտանիք կկազմեք, ես ձեզ ամենայն երջանկություն եմ մաղթում, շատ գեղեցիկ հետաքրքիր կարտեր էի տեսնում, հույսով եմ շատ խոհերի համար սա կիրականանա, ընդ որում ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց էր վերաբերում, այսինքն տպավորություն է, որ դուք հասկանում եք, որ սա ձեր աշխատանքի արդյունքն է, երկուսն էլ զույգերի մեջ բավականին ջանք են ներդրել, որպեսզի գան հասնեն այսօրվան եւ այժմ պատրաստ են ընտանիք կազմելու, շատ վստահ են իրենց զույգին եւ իրենց վրա։ Ես քեզ կարտերով էլ տեսնում եմ, հոյակապ զույգ էի տեսնում, հարգելիներս, Աստված տա։ Տեսնում եմ երկրորդ տարբերակում ջահերի ասպետը, ինչ որ մի նպատակ կա, ինչ որ մի այսպես ոգևորություն կա որոշ խոհերի համար, որոնք հաջորդ երկու շաբաթվա մեջ մինչև օգոստոսի վերջ որոշել են ցույց տալ իրենց ունակությունները, ձեռքբերումները եւ այսպես շատ ակտիվ, գնում են իրենց նպատակի հետևից։ Միգուցե ինչ որ նոր գործ եք սկսել, միգուցե նոր գաղափար ունեք, նոր միտք, բայց շատ ոգևորված եք, շատ վստահ ձեր ուժերին
Եվ շարժում եք առաջ։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, չեք պատկերացնի, հարգելի խոյեր։ Ես այստեղ տեսնում եմ խոյ, որը մի քանի անգամ նոր գաղափար ունեցել է, փորձել է, բայց որպես կանոն հաջողության չի հասել։ Ինչ ասպարեզում չեմ կարողանա ասել։ Ես այստեղ տեսնում եմ պաժերի ջահերի պաժը ներողություն։ Երկու ջահերի պաժ եմ տեսնում, երկու տարբեր կարտեր են, բայց նույն նշանակությունն են։ Ջահերի պաժն եմ տեսնում, այսինքն ինչ-որ մի նմանատիպ գաղափար ունեցել եք, շատ ոգևորված, փորձել եք, մի քիչ դժվարություններ են եղել, երևի թե սկզբում ոգևորվել եք, հետո նոր ձեզ համար լուսնով պարզվել է, որ իրականում բավականին խնդիրներ կան եւ բավականին ձեզնից ուժ ու եռանդ է պահանջվել ինչ որ այս նպատակի յետևից գնալու համար, սա այս անցյալն եմ տեսնում։ Իրականում դուք փորձել եք չհանձնվել, պայքարել, բայց ոչինչ չի ստացվել։ Եվ ի վերջո երևի թե հասկացել եք, որ այդ գաղափարը, ինչի յետևից որպես ոգևորված գնում եք, չի ստացվել։ Դրանից հետո նորից էլի նոր գաղափար, նորից տեսնում եմ պենտակլի ասպետ, այս անգամ փորձել եք ավելի զգուշ, քայլ առ քայլ, որովհետև սա ամենադանդաղ ասպետն է, այսինքն փորձել եք ավելի դանդաղ, առաջին անգամ կարծես շտապում էիք։ Նորից այսպես ձեզ թվում է, թե որոշել եք, որոշումը կայացրել եք, գնում եք ձեր նպատակի ետևից, իսկ այս անգամ հարգելիս նպատակը չափից ավել մեծ է եղել, շատ այսպես, ինչպես կարող եմ ասել, ձեզ համար մի փոքր անհասանելի է եղել։ Որովհետև, չգիտեմ, շատ բարդ ինչ որ տարբերակ եք ընտրել, տեսնում եք բաժակներից, դուք պետք է բավականին փորձ ձեռք բերեք, ճանապարհ անցնեք ամենամեծ բաժակին հասնելու համար, իսկ ես կարող եմ ասել, որ դուք երևի թե այդ փորձը չեք ունեցել։ Դրա համար շատ ռիսկային է եղել։ Տեսնում եմ նաև այստեղ զորական կարտ, այո, շատ մեծ ռիսկի եք դիմել, որովհետև չափից ավել դժվար է եղել ձեր, այսպես ասեմ, անփորձ եք եղել այդ գործի մեջ, նորից էլի հիասթափություն եք ապրել։ Գիտեք, այս բոլոր հիասթափություններից հետո ես կարող եմ ասել նորից էլի խոյ ոգևորվել է։ Դե մարդը փորձ է ձեռք բերել, մարդը փորձ է ձեռք բերում, տարբեր գաղափարների դեպքում տարբեր ձևով է մոտենում։ Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, դրանով ընդհանրապես խնդիր չեմ տեսնում։ Կարտերը ձեզ հուշում են ճիշտն ասած, որ ի վերջո կկարողանաք լցնել ձեր բաժակը, այսինքն հաջողության դուք կկարողանաք հասնել, եթե լինեք համբերատար։ Ձեզնից մի փոքր համբերատարություն է պահանջվում։ Ես չգիտեմ այս նոր գաղափարն ինչ է, բայց այս նոր գաղափարին էր վերաբերում, որ իրականում այս մեկը կարող եք, սա երրորդ անգամ է, երրորդ փորձն եմ տեսնում գոնե ես կարտերով, մի փոքր ուղղակի պետք է լինել համբերատար, այսինքն շատ պետք չէ շտապել, շատ ձեզ համար անհասանելի երազանքներ, ասում են ամեն մարդ իր վերմակի չափով, չէ, պետք է ոտքերը Պարզի։ Այդ նույնն այդ է, եթե դուք շատ երիտասարդ եք եւ անփորձ եք եւ մի գործից փորձ չունեք եւ ուզում եք մեծ նպատակներ դնում եք ձեզ առաջ եւ չեք հասնում, դա կարող է ձեզ հուսահատեցնել, բայց իրականում եթե այնպիսի նպատակ դնեք ձեր առաջ, որը կարող է իրականում ձեզ համար հասանելի լինել, մի քիչ որ համբերատար լինեք, իրականում ձեր նպատակին կհասնեք։ Այ միգուցե պարզապես ձեզ դաս է տալիս կյանքը, պարզապես պետք է սովորեք ձեր անցյալի սխալներից կամ անհաջողություններից, եթե չասեմ սխալ եք արել, հասկանում եք հարգելիներ, եւ անպայման կարողանաք նպատակի հասնել։ Մինչև օգոստոսի վերջ կարող եմ ասել, ձեզ կարտերը պարզապես հուշում էին, որ փորձեք դաս առնել ձեր անցած ճանապարհից։ Սխալ է եղել, պարզապես անհաջողություն է եղել, նշանակություն չունի։ Փորձի հիման վրա է, որ հաջորդիվ կկարողանաք ինչ որ հաջողությունների հասնել արգելներս։ Այժմ տեսնենք որպես խորհուրդ բոլոր խոյերին։ Այս ինչ հետաքրքիր խորհուրդ էր, հարգելի խոյեր։ Չար ուժերի կարտն եմ տեսնում։ Հարգելի խոյեր, կարող եմ ասել, որ սա իհարկե երկու տարբերակներին բոլորովին չի վերաբերում, սա բոլոր խոյերին, բոլորին։ Զգուշ մնացեք գայթակղություններից, չեմ կարող ասել ինչ գայթակղություններ կարող են լինել, փորձեք նաև չափը չանցնել, էլ չեմ կարող ասել ինչու, ինչ եք անում, ամեն մարդ, ամեն խոյ ինքը կհասկանա, եթե ինչ-որ շատ մեծ ռիսկային գործերի մեջ եք ուզում մտնել, զգուշ եղեք, որովհետև այս կարտով ինչքան կարող եք կրկնակի շահել, այդքան էլ կարող եք կրկնակի տուժել։ Օրինակ ֆինանսների հետ եթե դուրս է գալիս այս կարտը, սա նշանակում է, որ ձեր գումարները կարող են կրկնապատկվել, միևնույն ժամանակ կարող է կրկնակի կորուստ լինել, այսինքն շատ ծայրահեղ կարտ է, սա կարծես
կրկնապատկում է ուժը ամեն ինչի, եթե դուք մեկին կրկոտ սիրում եք, սա կարող է կրկնապատկել այնքան, որ կարող է իրականում վնասել ձեզ, որտեղ ամեն ինչում պետք է չափ ունենա։ Այս կարտը սովորեցնում իրականում չափավորություն, ես այդպես եմ հասկանում։ Այսինքն ինչ որ անում եք ցանկացած ռիսկի դիմելուց էլ եղեք փոքր-ինչ չափավոր, այսինքն այսպես ասեմ, հեշտությամբ մեծ գումարների հետևից հեշտությամբ ինչ որ բանի հասնելու ճանապարհին շատ զգուշ եղեք, որտեղ կարող է գայթակղությունը մեծ լինել, բայց անհաջողությունը լինել կրկնակի։ Մի քիչ ավելի ձեզ կարտը հուշում է չափավորություն եւ ֆինանսների մեջ, եւ անձնական հարաբերությունների մեջ, պարզապես զգուշ եղեք։ Մյուս կողմից զգուշ եղեք չար մարդկանցից, բացասական էներգիա ունեցող մարդկանցից, գոնե հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Ես գիտեմ, որ խոհերը ինչքան կարող են կտրուկ եւ չոր կոպիտ լինել, այնքան էլ կարող են շատ համբերատար լինել։ Կարող է ինչ որ մարդիկ լինեն ձեր 4 կողմը կամ ձեր ընտանիքում նույնիսկ, որ համբերատար փորձում եք չվիճել, ուշադրություն չդարձնել, ավելի ներս գցող են մեկ-մեկ կարող է խոհերը, հատկապես կանայք։ Այ կարտը հուշում է, որ փորձեք ձեզնից հեռու պահել։ Պարզապես հեռու պահեք այդպիսի մարդկանցից։ Եթե չեք էլ ուզում վիճել, չեք ուզում այսպես կոնֆրոնտացիայի մեջ մտնել իրենց հետ, պարզապես հեռու մնացեք եւ հեռու պահեք ձեզնից բոլոր մարդկանց, ովքեր բացասական ազդեցություն, ինչ որ ձևով բացասական են ազդում ձեր վրա։ Օրինակ ձեր ընկերները կարող են բացասական ազդեցություն ունենալ, ընկերուհիները կարող են, բարեկամ, բամբասկոտ գալիս են, գնում են, ինչ որ ձևով ձեզնից էներգիա են խլում։ Այդպիսի մարդկանցից հեռու մնացեք հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Կարտը պարզապես հուշում է զգուշավորություն եւ չափավորություն։ Ոչ մի վատ բան սա չի նշանակում, հարգելիներս։ Ես էլ եմ ասում, օրինակ ֆինանսների դեպքում կարող է նշանակել կրկնակի հաջողություն։ Կարող է նաև դրական ունենալ, սա պարզապես կրկնապատկում է ամեն ինչ։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում հաջորդ 2 շաբաթվա մեջ, հարգելի խոհեր։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը ցլերին մինչև օգոստոսի վերջ։ Ինչ կարող են հուշել, ինչ է սպասվում մեր հարգելի ցլերին։ Ես ոչ մի հատուկ թեմա չեմ ընտրել, հարգելիներս, կարտերը ինչ ցույց կտան, այդ մասին էլ կխոսեմ։ Կարտը ինքնին դուրս եկա, ես ընտրեմ առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ եւս մեկ կարտ, պարզապես հուշում բոլոր ցլերի համար։ Առաջին կարտը տեսնում եմ բաժակների 4-ը, տեսնում եք, երիտասարդը նստած է մի տեսակ տխուր։ Գիտեք, տղամարդը այստեղ ոչ թե հիասթափված է մարդը, այլ պարզապես մարդուն առաջարկում է կյանքը այնպիսի տարբերակներ, որ իրեն պետք չէ կամ իրեն դուր չի գալիս, այսինքն ինչ էլ որ իրեն առաջարկում է, ճիշտ չի իր համար։ Օրինակ մարդը հանդիպել է նոր ինչ որ մի աղջկա, նորից է հանդիպում, շարունակում է անձնական չի կառուցում, որովհետև սխալ աղջիկներ են հանդիպում, կամ աղջիկներին հանդիպում է սխալ տղաներ։ Այսինքն այս կարտը իրականում նշանակում է ինչ որ ձեզ տրվում է, այն չէ ինչ որ դուք ուզում եք, այսինքն դուք դժգոհ եք ձեզ ունեցած հնարավորություններից։ Կարող են ֆինանսական հարցեր, կարող են աշխատանք, կարիերա, ձեզ առաջարկում են աշխատանք, բայց իրականում դուք չեք ուզում։ Դա այն չէ, ինչ որ դուք ուզում եք, եւ անձնական հարաբերություններին կարող է վերաբերել։ Մարդիկ կարող են զույգ լինել, բայց իրականում դժգոհ լինել իրենց հարաբերություններից։ Տեսնենք, ինչ կհուշեն կարտերը։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցլեր։ Ճիշտն ասած, ես այստեղ մյուս կարտերով կարող եմ ասել, այո, մի փոքր հիասթափություն տեսնում եմ։ Ես այստեղ տեսնում եմ նավակ, տեսնում եք, 6-ն է սա։ Թրերի 6-ն է, ընդհանրապես թրերը ամենաբարդ կարտերն են։ Ես տեսնում եմ, որ կարողացել են ցլերը կին թե տղամարդ նշանակություն չունի, փորձել է ինչ որ խնդիրներից հեռանալ։ Այսինքն եղել են խնդիրներ, ես չեմ կարող ասել ինչեր են եղել, ինչ է եղել, բայց փորձել է։ Ես այստեղ երևի թե տեսնում եմ ավելի շուտ անձնական հարաբերություններ։ Եթե ինչ որ մարդկանց ինչ որ ֆինանսական հարցերին վերաբերում է, դուք գլխի կընկնեք, ես անկեղծ ասած ֆինանսներ առանձնապես չեմ տեսնում, կերպարներ եմ տեսնում։ Բայց ես կարծում եմ, այստեղ ամեն դեպքում հարաբերությունների մասին է խոսքը։ Ես տեսնում եմ, գիտեք, որ մարդը փորձել է հեռանալ խնդիրներից։ Միգուցե ինչ որ հարաբերություններ է ունեցել, որ իրեն դուր չի եկել։ Դրանից հետո շատ զգուշությամբ, որտեղ մի անգամ հիասթափվել է ըստ երևույթին, փորձել է շատ զգուշությամբ նորից ինչ որ մեկի հետ հարաբերություններ կառուցել։ Սա ամենադանդաղ ասպետն է, այսինքն շատ զգուշությամբ, բայց մարդը համառորեն փորձել է, տեսնում եք, չհանձնվող մարդու կարտն եմ տեսնում, մարդը փորձել է։
Փորձել է դանդաղ, փորձել է հանգիստ, հետո փորձել է մի քիչ ավելի ագրեսիվ, կամ միգուցե ճանապարհին ուղղակի խանգարող մարդիկ են եղել, բայց բոլոր տարբերակներն են ցուլը փորձել եմ ասում, եւ մեղմ փորձել է մոտենալ, եւ ավելի ագրեսիվ փորձել է մոտենալ, բայց ամեն անգամ մի տեսակ ընտրության ճանապարհի առաջ է կանգնած եղել, այսինքն ամեն անգամ իրեն երևի այդ փորձը հիշեցրել է իր անցյալը, այսինքն տարբերակները շատ նման են եղել եւ իրականում մարդը նորից ընտրության առաջ, այսինքն միգուցե հանդիպել է, շփվել է, հատկապես տղամարդիկ աղջիկների հետ միգուցե ունեցել են հարաբերություններ, բայց ինչ որ ձևով դա իրենց չի գոհացրել, դա այն չի, ինչ որ իրենք սպասում էին, եւ ամեն անգամ մարդիկ շփվում են որոշ ժամանակ, հետո թողնում են, հեռանում են։ Ես տեսնում եմ այժմ մարդ, որը բավականին հոգնել է, բավականին հոգնած է, որտեղ միգուցե ինչ որ մեկի հետ հարաբերությունները բավականին առաջ են գնացել, այսինքն մյուսների հետ եթե ինչ որ մի փոքր շփվում էին, դա դրանից հետո շարունակում էր ճանապարհը, չէին համապատասխանում իրեն, բայց հանկարծ ինչ որ մեկը եղել է, այստեղ 3-ն եմ տեսնում պենտակլի, որի հետ մի քիչ ավելի շատ դրական հարաբերություններ են եղել, այստեղ մարդը լրիվ այսպես սիրտը կոտրվել է, ասիկը շատ ավելի մեծ հիասթափություն է ապրել, ասիկը կարող եմ ասել, ես այստեղ տեսնում եմ մարդ, որը մի քանի անգամ տեսնում եք 4 բաժակ է, մի քանի անգամ փորձեր է արել եւ ոչ մեկի հետ չի ստացվում, ինքը հիասթափված, գլխիկոր նստած է, որովհետև չի կարողանում գտնել այն մեկին, էլ եմ ասում, սա եւ կանանց է վերաբերվում եւ տղամարդկանց։ Հաջորդիվ տեսնում շատ գեղեցիկ կարտեր հարգելներս։ Եթե սա տեսնում եմ ինչև այդ ինչ է եղել, մարդը այսպես սիրտը կոտրված, հիասթափված, դժգոհ է իր ունեցածից։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում եմ աշխարհի կարտը, ինչը նշանակում է ձեզ համար էտապ կփոխվի։ Ես հույսով եմ հաջորդ 2 շաբաթվա մեջ, եթե 2 շաբաթվա մեջ չփոխվի, օգոստոսի 31-ից հույսով եմ կփոխվի, հարգելի ցելեր, նոր էտապ կսկսի ձեր կյանքում։ Իսկ հա տեսնում եմ դատաստանի կարտը, այսինքն այդպես ի վերուստ է ձեզ համար որոշված։ Միգուցե ինչ որ ժամանակի հարց է եղել պարզապես։ Այս բոլոր փորձությունները պետք էր որ դուք անցնեիք, որպեսզի փորձ ձեռք բերեիք, որպեսզի հասկանաք ի վերջո թե ինչ եք ուզում։ Այ դուք ինչ որ արդեն հանդիպել եք, ինչի միջով որ անցել եք, ում հետ որ շփվել եք, նրանք գիտեք, որ դա չեք ուզում։ Պետք է ձեզ այս բոլորի միջով անցնել, որպեսզի հասկանաք վերջապես իսկ դուք ինչ եք ուզում, որպեսզի երբ որ հանդիպեք այդ նոր մարդուն, կարողանաք գնահատել։ Իսկ ես հույսով եմ, որ կհանդիպեք, որովհետև շատ երկու գեղեցիկ կարտ եմ տեսնում, ել եմ ասում։ Սա նշանակում է նոր էտապ է սկսվում, նոր դռներ են բացում, նոր հնարավորություններ։ Իսկ դատաստանի կարտն ասում է, որ վերին ուժերն էլ կօգնեն ձեզ։ Ես հույսով եմ, որ ի վերջո դուք կգտնեք ինչ որ ուզում եք, հարգելներս։ Երկրորդ տարբերակում տեսնում եմ թագուհին, թրերի թագուհին, շատ կտրուկ, շատ խիստ կին եմ տեսնում, որը գիտի ինչ է ուզում, գիտի ինչպես հասնել իր նպատակին, ու երբ որ կոնկրետ նպատակ է դնում իր առջև, իրականում զգացմունքները թողնում է մի կողմ եւ շատ պրակտիկ մարդը ուղղակի հասնում է իր նպատակին։ Նույնիսկ եթե թրերով, ինչպես ասում են, գլուխներ կտրելով, հա, եթե պետք է նպատակին հասնել, ինքը էմոցիաներ չունի, զգացմունքները կարևոր չեն իր համար, կարևորը իր նպատակն է։ Ես ցլերին այդպես չեմ տեսնում, ճիշտն ասած, սա իրենց բնորոշ հատկանիշ չէ, ցլերը հողի կենթանակերպ են եւ իրենք շատ ավելի մեղմ մարդիկ են իմիջիալոց, բայց տեսնենք ով է այս ցլերի թագուհին եւ ինչ նպատակ է դրել իր առջև։ Երկու կարտ դուրս եկավ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, բավականին շատ կարտեր հանեցի, որ հասկանամ վերջապես ինչ է կատարվում այստեղ։ Ես մեկ վարքյան տեսնեմ։ Գիտեք ինչ կարող եմ ասել, ես այստեղ տեսնում եմ մարդ, կարող է լինել եւ կին եւ տղամարդ, ավելի շուտ ես ենթադրում եմ, որ կարող է լինել կին, ցուլը, բայց կարող է նաեւ լինել տղամարդ,
ես այստեղ չեմ տեսնում միջավայրում մեծ տարբերություն։ Տեսնում եմ այստեղ պենտակլի 3-ը, ապա տեսնում եմ սիրտը կոտրված։ Ես կարող եմ ասել, որ ինչ որ զգացմունքներ ունեցել է, շատ այսպես մեծ միգուցե սեր չի եղել, բայց բավականին զգացմունքներ ունեցել է մեր ցուլը ինչ որ մեկի նկատմամբ։ Ես այստեղ էլ տեսնում եմ սիրտը կոտրված, մարդը կարող է պարզապես ինչ որ մեկից հիասթափվել է, այսպես թրերի թակավորից է հիասթափվել։ Այսինքն էլի ինչ որ կոշտ մեկից, ինչ որ մարդ, որը շատ պրակտիկ, շատ այսպես զգացմունքներ չունի, սառը դատողությամբ նպատակ է դրել, հասել է դիմացինին, բայց իրականում սիրտը կոտրվել է մեր ցլի։ Այսինքն այսպեսի մեկից է սիրտը կոտրվել։ Դրա համար էլ ինքը դարձել է նրա նման։ Այսինքն մեր ցլի սիրտը ինչ որ մեկը կոտրել է, որտեղ սա իր նշանը չէ, էլ եմ ասում, թրերի թակավոր, հիմա ինքը թրերի թագու պես է։ Ինքն էլ է պահում իրեն այդպեսին, որովհետև իր սիրտը կոտրել են, որովհետև իր հետ շատ այսպես սխալ են վարվել, այսպես կարող եմ ասել։ Ինքն էլ դարձել է այդպեսին, դարձել է կտրուկ, դարձել է պրակտիկ։ Միգուցե դա ուղղակի պաշտպանական շերտ է, ուզում է ինքն իրեն պաշտպանել մյուս մարդկանցից, բայց մի քիչ ռոմանտիզմ էլ կա։ Ես գիտեմ, որ իրականում իրենց սրտում բավականին փափուկ են ցլերը, նույնիսկ եթե ցույց չեն տալիս, ընդ որում եւ կանանք եւ տղամարդիկ, իրենք կարող են ռոմանտիկ շատ կարող են չլինել իրականում, բայց մեղմ մարդիկ են բնավորությամբ։ Ես իրենց շատ չոր կոպիտ չեմ տեսնում, նույնիսկ եթե իրենք կարող են կոպիտ լինել, դա իրենց ինձ համար իրենց դա պաշտպանական ռեակցիա է, եթե այդպես է մարդկանց հետ պետք վարվել, իրենք այդպես են վարվում։ Տեսնում եմ պաժը ջահերի եւ տեսնում եմ իլյուզիաների կարտը քրմուհով, այսինքն այսպեսին չի պատկերացրել ցուլը հարաբերությունները իրեն, այսինքն մարդը այդպես կտրուկ կարող է, միգուցե կտրուկ կտրել է հարաբերությունները, ում հետ էլ որ շփվել է նախկինում, այսպեսին չի երևակայել, բավականին ծանր է տարել, բայց ես տեսնում եմ, որ ճակատագրի անիվը իրականում փոխում է, այսինքն լրիվ հակառակ ուղղությամբ է, ինքը ավելի ռոմանտիզմ է սպասել, ավելի լուրջ հարաբերություններ, բայց ստիպված է եղել, ես կարող եմ ասել, միգուցե դավաճանել են իրեն, միգուցե ինչ որ ձևով անազնիվ են եղել, ես չեմ ուզում ավելի բարդ բառեր ասել, բայց ընդհանուր միջև կարող է դավաճանություն լինի կամ պարզապես ստել են, ազնիվ չեն եղել։ Ինքը բոլորովին այլ նպատակներ է ունեցել, հեռացել է, կարող եմ ասել, որ սխալ մարդկանցից հեռացել է, կարողացել է հեռանալ։ Իսկ հիմա նստել է պարզապես սպասում է նոր հարաբերությունների, տեսնում եք, ես տեսնում եմ այստեղ նաև 4 թրերի, այսինքն ինչ որ ժամանակ ոչինչ էլ չի արել, նույնիսկ ճգնավորի պես փորձել է նոր ճանապարհ, նոր ուղի փնտրել իր կյանքում, որովհետև մի տեսակ երևի մարդկանց նկատմամբ կամ հակառակ սեռի նկատմամբ, դրանց դուք եք տղամարդ, մի տեսակ հավատն է կորցրել եւ բավականին երկար ժամանակ էլ սպասում է միգուցե ճիշտ մարդ, հանդիպել եմ ասում, մի քիչ հիվանդագին է տարել, մի քիչ ստրեսի մեջ է եղել, մնացել է մենակ եւ դիտավորյալ ընտրել է մենակ, փորձել է հասկանալ, ինչու այսպես եղավ, ինչպես կարող էր այսպեսի սխալ թույլ տալ, իրեն կարող են խաբել, դավաճանել, մի խոսքով մարդը ուզում է հասկանալ իրականում ուր է գնում, սրանից հետո ինչ է լինելու իր կյանքում։ Գիտեք, այդ բոլոր ձախորդությունները եւ մարդկանցից ստացված հարվածները, դրանք ձեր մեղքը չեն, ոչ թե դուք թույլ եք, ոչ թե դուք չհասկացաք, իսկ դուք չեք կարող հասկանալ մարդիկ իրականում ինչ մտքեր ունեն, չէ՞, հատկապես խարդախների, օրինակ որտես խարդախ մարդ չեմ, ես չեմ կարողանում պատկերացնել, որ մարդը կարող է խարդախություն անել, իսկ ինչ են մտածում, ինչպես են մտածում խարդախ մարդիկ, չգիտեմ, որտեվ ես այդպեսին չեմ, այս շատ դժվար է, կարող է դուք ինքներդ նեղվում եք, մտածում եք ինչու էսպես ստացվեց, խարդախ մարդիկ են, դա ձեզ անձի հետ ոչ մի նշան, ոչ մի կապ չունի հարգելիներս։ Ես տեսնում եմ, որ իրականում կա այսպես ջահերի տուզն եմ տեսնում, ինչու մի նոր գաղափար, ինչու մի բան կպարզվի ձեզ համար, տեսնում եմ, պաժը դուք նորովի կկարողանաք նայել կյանքին, նայել մարդկանց, նոր զգացմունքներ կառաջանան ձեր մեջ։ Ես այստեղ նաև տեսնում եմ աշակերտի կարտը, նաև սա հրաշագործի կարտն է, անմիջապես տեսնում եմ արև։ Այսինքն այո, սա նաև աշակերտ կարող է լինել, որովհետև այսինքն նոր սովորում դուք այ նոր կյանք եք մտնում։ Ես այստեղ տեսնում եմ երիտասարդ մարդ, երիտասարդ կին կամ երիտասարդ տղամարդ, ու կարող է երիտասարդը մինչև 30 տարեկան էլ լինել, շատ երիտասարդի մասին էլ չէ խոսքը պատատի շատ երիտասարդ լինի, դա էլ է երիտասարդ։ Այսինքն մարդը փորձ է ձեռք բերել, այդ փորձը ձեզ անհրաժեշտ է եղել հարգելիներս, որպեսզի կարողանաք ձեզ համար կառուցել ճիշտ կյանք, ճիշտ մարդկանց հետ, ճիշտ ընտրություն անեք։ Ես վերջում տեսնում եմ արև, ինչը նշանակում է, որ այս մոտեցումը, որովհետև ձեզ նեղացրել են, դուք էլ որոշել եք լինել այդպիսին, որպեսզի կարողանաք ձեզ պաշտպանել, բայց ինչու բան կփոխվի ձեր կյանքում։ Եթե 2 շաբաթվա մեջ չփոխվեց, 2 շաբաթվա մեջ դուք ուղղակի ձեր անդորը գտնեք, հասկանաք, թողեք անցյալը գնա, դրանից հետո ես տեսնում եմ, որ ինչ-որ բան կպարզվի ձեզ համար։ Գիտեք, եթե սա անձնական հարաբերությունների մասին չլինի, ես կարող եմ նաև խոսել կարիերայի աշխատանքի մասին, փորձել եք աշխատել եք, այստեղ տեսնում եմ 3, ինչ որ աշխատանքում բավականներ ներդրում եք արել, բայց հետո սիրտներդ կոտրվել է, միգուցե կարիերայի չեք հասել եւ չեք հասել ինչ-որ մեկի պատճառով։ Սա կարող է լինել վերադաս, կարող է լինել ինչ-որ մեկը պաշտոն ուներ, որը ինչ-որ ձևով խանգարել է, միգուցե դուք եղել եք իրեն մրցակից, հնարավոր է։
Դուք իրականում նպատակներ ունեցել եք, բայց հասկացել եք շատ արագ, որ չէ, նպատակին չեք հասնելու, այս մարդը ձեզ ուղղակի չի թողնում, դեռ ճանապարհը փակում է ձեր։ Եվ այո, լրիվ հասկացել եք, ճակատագիր, այսինքն փոխվել է անիվանը, եւ փոխվել է, որտեղ դուք եք դարձել ագրեսիվ, այլ այն մեղ մարդը, որ աշխատում էր, գլուխը կախ, հույսով որ իրեն կգնահատեն, այլ փոխվել է իրավիճակը։ Դուք հասկացել եք, որ այդպես չի լինելու, դուք ինքներդ դարձել եք ավելի ագրեսիվ, փորձել եք փոխել ձեր պլանները, եթե այնպես հանգիստ աշխատելով չի աշխատում, ապա դուք փոխել եք եւ միգուցե հեռացել եք աշխատանքից եւ փորձել եք այլ ճանապարհով գնալ, ձեզ համար փնտրել, թե դուք ինչ եք ուզում գտնել, մեկ ուրիշ տեղ միգուցե կարողանաք սկսել նոր կյանք։ Ես տեսնում եմ բավականին աշխատանք արել եք արդեն եւ սպասում եք պտուղներ։ Սա ուղղակի սպասողական վիճակ է։ Դուք ինչ որ նոր բանի եք սպասում։ Սպասում եք նոր աշխատանքի, նոր կարիերայի, միգուցե փորձել եք տարբեր բարի, միգուցե դեռ փնտրտուքի մեջ եք, տեսնում եք, հեռանալուց հետո ես տեսնում եմ սպասողական կարտը։ Այսինքն միգուցե դեռ ոչ մի նոր աշխատանք չեք ստացել, միգուցե առաջարկություն չեք ստացել, պարզապես նստած համբերում եք։ Եվ դրանից հետո ես տեսնում եմ այստեղ նաև ոչինչ չեք անում, հանգստանում եք, ուզում եք հասկանալ ինչպես նոր ճանապարհ պետք է գնաք, այ նոր ճանապարհ եք գնում, նորից եք փնտրում, ինչպես կարող եք ձեր կարիերան նորից զերոյից կառուցել։ Իսկ ես տեսնում եմ, որ կկարողանաք հարգելին շատ գեղեցիկ վերջում կարտեր եմ տեսնում այստեղ նոր գաղափար կամ նոր աշխատանքի առաջարկություն, նոր սկսում եք նոր ինչ-որ բաներ կսովորեք, շատ արագ կսովորեք, դուք շատ լավ աշակերտ կլինեք, այսպես շատ արագ կհմտանաք, կկարողանաք նորից ձեր կարիերան կառուցել, սա էլ տեսնում եմ արևը, ինչը շատ հաջող կլինի։ Այսինքն աշխատանքը վերաբերում է ձեր ներողություն, պատմությունը վերաբերում է ձեր աշխատանքին, թե անձնական հարաբերություններին, երկու դեպքում էլ ի վերջո շատ լավ եմ տեսնում, շատ դրական կվերջանա։ Պարզապես մի փոքր համբերություն, հարգելիներս։ Իսկապես խորհուրդ տեսնում եմ Պենտակլի 2-ը։ Պենտակլի 2-ը նշանակում է կարողանում եք ամեն ինչը բալանսի պահել, կամ պետք է սովորեք կարողանալ բալանսի պահել, հարգելի ցելեր։ Ում վերաբերում է իրեն կհասկանան, վերանանք այս երկու տարբերակներից, պարզապես բոլոր ցելերին խորհուրդ, սա կարող է նշանակել օրինակ ֆինանսներում, ես գիտեմ, որ ցելերը շատ սիրում են ծախսել, այ պետք է կարողանաք ձեր եկամուտները եւ ձեր ծախսերը կարողանաք բալանսի մեջ պահել, ես շատ եմ ասել ցելերին, նորից եմ կրկնում հարգելիներս, որպեսզի կարողանաք թակավորի պես ապրել, պետք է կարողանաք թակավորի պես վաստակել, եթե դուք դեռ այդքան չեք վաստակում, այդքան շատ ծախսել չեք կարող, փորձեք պահել բալանսի, որպեսզի ավելի, այսպես բացասական արդյունք չլինի, դուք ավելի ֆինանսական ճգնաժամ չունենաք, այսպես կարող եմ ասել։ Ինչքան աշխատում եք, այնքան վաստակում եք, այդքան էլ կարող եք ծախսել։ Նույնը վերաբերում է հարաբերություններին։ Ես գիտեմ, որ ցելերը շատ մեղմ, շատ հանգիստ մարդիկ են ու երբ նվիրվում են, շատ սրտանց են նվիրվում, այլ դա է պետք է կարողանաք բալանսի մեջ պահել, որովհետև տեսնում եք տարբերակներից մեկում, որ բավականին հիասթափություններ եք ապրել, այստեղ տեսնում եք, մարդը փորձում է, որովհետև դուք սրտանց նվիրվում եք, բայց այդ նույն պատասխանը չեք ստանում։ Այ պիտի կարողանաք մարդկանց այնքան կապվել, ինչքան իրենք կապված են ձեզ։ Դուք սիրում եք, պետք է նաև սիրված լինեք, միակողմանի չի կարող լինել։ Այդ փորձեք բալանսի պահել։ Մարդուն եթե չեք վստահում, դեռ նոր եք ճանաչում, միանգամից սրտներդ մի բացեք։ Աստիճանաբար, ավելի զգուշությամբ, ավելի ժամանակի հետ եւ մարդն էլ, այսինքն ամեն ինչից պետք է ինչքան տալիս եք, այդքան պետք է ստանաք։ Կարող են ֆինանսները, կարող են անձնական հարաբերությունները, նաեւ աշխատանքի մեջ, բալանսի մեջ փորձեք պահել։ Ինչքան դուք աշխատանք եք ներդնում, այնքան պետք է վարձատրվեք։ Եթե դուք շատ աշխատում եք, ավելի քիչ եք վարձատրում, ուրեմն սխալ գործ եք անում։ Կարողացեք ամեն ինչ բալանսի մեջ պահել, հարգելիներս, ես ձեզ ամենայն հաջողություն եմ ցանկանում, հարգելի ցելեր։ Ներողություն։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը երկօրյակներին։ Մինչև օգոստոսի վերջ, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելի երկօրյակներ, կարտերը ինչ հուշեն, այդ մասին էլ կխոսեմ։ Ես կընտրեմ երկու տարբերակ եւ եւս լրացուցիչ մեկ կարտ որպես հուշում։ Ես տեսնում եմ այստեղ 7 թրերի։ Թրերը բավականին բարդ կարտեր են, ես պայքար եմ տեսնում այստեղ, տեսնում եմ ագրեսիվություն, կամ երկօրյակներն են ագրեսիվ, կամ ձեր նկատմամբ է ինչ-որ մեկը ագրեսիվ։ Եղեք մի քիչ ավելի զգուշ, փորձեք ագրեսիվություն ցուցաբերել, հարգելիներս։ Ես երկօրյակներին շատ ագրեսիվ մարդիկ չեմ տեսնում, բայց ցանկացած մարդու, որ պրովոկացիայի ենթարկեք, իրականում մարդը կարող է նաև ագրեսիվանալ։ Տեսնենք, դուք եք այսպես բարկացած, թե ձեր հանդեպ են ագրեսիվ որոշ մարդիկ։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։
Հետաքրքիր է։ Պատասխան էի փնտրում, իրականում չեմ գտնում պատասխան։ Շատ լավ։ Ինչ եմ տեսնում ես այստեղ հարգելի երկորյակներ։ Ինչ որ ագրեսիվ մարդ էի տեսնում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի երկորյակներ։ Ես միշտ փորձում ավելի զգուշ արտահայտվել կարտերի սա այս ագրեսիվությունը էի ասում, բայց իրականում սա ինչ-որ մեկը թիկունքից հարվածել է ձեզ հարգելի երկորյակներ, ես չեմ կարող ասել տղամարդուն, թե կնոջը, սա կարող է լինել դավաճանություն, կարող է լինել դավադրություն, կարող է լինել պարզապես թիկունքից հարված, խարդախություն, ինչ-որ մեկը ինչ-որ սխալ բան է արել ձեր հանդեպ։ Ես այստեղ տեսնում եմ բավականին փորձված մարդ եւ այստեղ տեսնում եմ թրերի թագուհին։ Տարբեր ուղղություններով են նայում, գիտեք, ես այստեղ շատ փորձված տղամարդ եմ տեսնում, որը կանանց հետ բավականին փորձված է եւ տեսնում եմ թրերի թագուհին, որը շատ պրակտիկ կին է, կոնկրետ գիտի ինչ է ուզում, շատ էլ այսպես կարող է լինել չոր, պրակտիկ, զգացմունքներ առանձնապես ցույց չտալ, երևի թե ես տեսնում եմ, որ այս երկուսի մեջ բավականին դանդաղ, շատ զգուշությամբ հարաբերությունները լրջացել են, զգացմունքներ են առաջացել։ Ես կարող եմ ասել, որ երկորյակն իրականում սիրահարվել է, տեսնում եք։ Ես չեմ կարող ասել, այստեղ կինը երկորյակը թե տղամարդը գիտեք, երևի կինն է ամեն դեպքում տղամարդ, կինն է ավելի շուտ երկորյակը, կինն է տղամարդը։ Կինն է իրականում երկորյակը, որտեվ թրերի թագուհին երկորյակների նշանն է։ Գիտեք, աղջկան թվացել է կնոջ, այսպես կարող եմ ասել, երկորյակին, որ ինքը գիտի ինչ է անում, ինքը իր բնավորությամբ կկարողանա ցանկացած տղամարդու հետ, չգիտեմ, կառուցել իր հարաբերությունները, շատ ինքնավստահ է եղել, բայց ես կարող եմ ասել մի քիչ չափից ավել փորձված է եղել, այսպես մանեկող, հա, ավելի ժողովրդի լեզվով ասած, տղամարդ է եղել, եւ իրականում տեսնում եմ շատ կամաց կինը թեև այսպես դժվարությամբ էլ կարողացել է վստահել, բայց ի վերջո կարողացել է այսպես շատ լուրջ սիրահարվել։ Շատ բաժակն եմ տեսնում, սա մեծ սիրո նշան, աղջիկը շատ լուրջ սիրահարվել է երկորյակը, այդպես կարող եմ ասել։ Բայց ինչ որ սխալ բան է արել տղամարդը, տեսնում եք, այսա իր հանդեպ են արել, երկորյակի հանդեպ է արել տղամարդը։ Եվ աղջիկը թողել հեռացել է հարաբերություններից։ Ես տեսնում եմ այստեղ, որ բավականին երկար ժամանակ էլ համբերատար սպասել է, փորձել է ինչ-որ բան կփոխվի, միգուցե կմոռանա, միգուցե կարող է վերքը լավանալ, բավականին էլ ծանր է տարել, անքուն գիշերներ եմ տեսնում։ Այսինքն աղջիկը նույնիսկ եթե ցույց չի տվել շատ այսպես կոնկրետ, միգուցե հեռացել է, բայց իրականում բավականին տանջվել է, բավականին ցավ է պատճառել տղամարդը իրեն իր դավաճանությամբ, միգուցե սուտ խոսելով, իր խոստումները չկատարելով, անկախ նրանից թե ինչ է արել, ես տեսնում եմ, որ աղջիկը բավականին ծանր է տարել, բայց կարողացել է ի վերջում իրեն վեր գտնել։ Ես տեսնում եմ արդարադատության կարգ, իսկ հետո դատաստանի կարգը։ Գիտեք, հարգելիներս, ես կարող եմ ասել, որ այստեղ այս երկու կարգը միասին բավականին հետաքրքիր են։ Այսինքն դա պարզապես անազնիվ բան է եղել ձեր հանդեպ։ Դուք փորձության միջով եք անցել, բայց դա եղել է ձեզ դաս։ Այվերին ուժերը ձեզ համար այսպես մի տեսակ ինչպես ասում, կյանքի դպրոց, հա, այսպես մի դպրոց եք անցել, դա եղել է պարզապես կյանքի դաս, դա չի կրկնվելու, պարզապես պետք է անցնել դրանից առաջ, ինչ որ եղել է, արդեն եղել է, վերջացել է, դուք դրան վստահ եմ արժանի չեք եղել, մարդը ինքը անհաջող մարդ է եղել է, դուք կյանքի փորձ ձեռք բերել եք, պետք է դրանից հետո շարժվեք առաջ։ Իսկ ես տեսնում եմ, որ իրականում ձեզ պարգևատրում է սպասում, հարգելիներ, ճակատագրի անիվը կփոխվի շատ շուտով։ Եվ ես այդտեղ տեսնում եմ կայսր, կայսրուհի, տեսնում ենք հոյակապ զույգ եմ տեսնում։ Մասիկը կա տղամարդ, կա կին, անկախ նրանից երկորյակը ես տեսնում եմ երկորյակը կին էր, իրեն դավաճանողը կամ իրեն իր հետ անազնիվ վարվողը տղամարդն էր, բայց ով էլ ուզում է լինի, ես շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում, հարգելիներս։ Այսպես դժվար ուղղակի փորձ եք անցել, գիտեք, ես ելի եմ ասել այլ նշանների համար, կյանքի փորձ իրականում մարդիկ որ անցնում են նրա համար, որպեսզի երբ որ մի ճիշտ մարդ գա ձեր կյանք, կարողանաք ճիշտ գնահատել։ Մենք չենք ընտրում, մենք չենք ուզում, որովհետև ես ասեցի, կարտերով չի նշանակում, որ ես արեցի, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, մեր ճակատագիրը ոչ մեկ չի կարող փոխել։ Պարզապես կարող են կանխատեսել։ Այդ ձեր կյանքի փորձը, այդ ինչ որ մեկի անհաջող մեկի նույնիսկ իր դավաճանությունը դուք հասկանում եք, որ կարող է նաև ձեզ դավաճանել, ինչքան դուք գեղեցիկ եք, ինչքան դուք ինքնավստահ եք, նշանակություն չունի, բայց դա ձեր խնդիրը չէ, մարդիկ են ուղղակի այդպեսին, դավաճան են, ստախոս են, անազնիվ են։ Ձեզ ճակատագրով սպասում է մեծ փոփոխություն, ձեր կյանք կգա շատ ճիշտ մարդ, կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Տեսնում եք, մարդիկ իրար են նայում, շատ ցածական զույգ են, կայսր ու կայսրուհի արժանի զույգ են, այդ ձեզ արժանի զույգ կգա ձեր կյանք, հարգելիներս, եւ այդ փորձը իրականում անիմաստ չի անցնի։
Երկրորդ տարբերակը տեսնում եմ կախված մարդը, այսինքն ինչ որ անգործություն եմ տեսնում, ինչ որ պարապ վիճակ, կարող է լինել ձեր աշխատանքում, կարող է լինել ձեր հարաբերություններում, ինչ որ մի բան տեղից չի շարժվում, պաուզայի մեջ է, այսինքն որ ստոպ եք տալիս, չէ, կանգնում է կադրը։ Այ այդպես էլ ձեր կյանքում ինչ որ մի բան կանգ է առել։ Կարող է լինել հարաբերություններ, կարող է լինել աշխատանք, կարող է լինել ֆինանսներ։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ինչ հետաքրքիր է, ես այստեղ ճիշտ ասած ֆինանսական հարցեր եմ տեսնում, հարգելի երկորյակներ։ Տեսնում եմ ֆինանսներ, այսպես կախված մարդու կարող եմ ասել կամ ձեր գործերն էին կանգնած, կամ ֆինանսներն էին կանգնած, չեն աշխատում, ֆինանս չէր գալիս, անհանգիստ էիք։ Ես այստեղ ճիշտ ասած չեմ տեսնում ֆինանսապես ճգնաժամի մեջ մարդ, իրականում ես տեսնում եմ այստեղ 9 պենտակլի, ինչը մարդ ինքը կին տղամարդ նշանակություն չունի, երկորյակը կարողացել է աշխատել իր աշխատանքով, բավականին էլ վաստակել է, այսպես էլ սովոր է այսպիսի կյանքին, որպեսզի կարողանա վաստակել է այնքան, որ կարողանա վայելել իր կյանքը։ Բայց հանկարծ ինչ որ բան փոխվել է։ Ես չգիտեմ, այստեղ զրոյական վիճակ է դարել, ինչ որ ռիսկի եք դիմել, գումարներ եք կորցրել միգուցե, կամ ինչ որ ծախսեր են առաջացել, ինչ որ բան է պատահել, որ կարտերը ինձ ցույց չեն տալիս ճիշտն ասած, թե ինչ է եղել։ Ես ուղղակի տեսնում եմ ինչ որ ռիսկային գործ եւ զրոյականից, այսինքն այս լավ վիճակից դուք բավականին վաստակել եք գումարներ, ունեցել եք, հարմարավետ ապրել եք ինչ որ ժամանակ, հանկարծ զրոյացել է ամեն ինչ։ Ում վերաբերում է իրեն կհասկանան, ինչ է պատահել, ինչու այսպես ծախսեր են եղել, կորուստներ են եղել կամ ռիսկի եք դիմել, նորից եկել է զրոյական վիճակ, այսպես կախված վիճակ, դուք ինքներդ էլ չգիտեք ինչու այսպես եղավ եւ հիմա ինչպես պետք է կարողանամ կյանքս շարունակել։ Եվ տեսնում այստեղ մարդը տեսնում եք թրերի պաժը, այսինքն դուք նորից պետք է փորձեք զրոյից, այստեղ զրոյական կարտներ, նորից ինչ որ պետք է սկսեք զրոյից ինչ որ մի բան ստեղծել։ Կարծես նոր գաղափար է ձեզ պետք։ Միգուցե արդեն ունեք, միգուցե մինչև օգոստոսի վերջ ինչ որ մի նոր գաղափար, մի նոր նպատակ, որպեսզի կարողանաք ձեր ֆինանսները վերադարձնել։ Հարգելիներս, ես շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Եթե դուք մի անգամ կարողացել եք վաստակել, դուք նշանակում է ինքներդ եք ընդ որում, ես չեմ տեսնում գումար եք շահել, ժառանգություն եք ստացել, ես տեսնում եմ ձեր քրտինքով, աշխատանքով։ Դա նշանակում է դուք ինչ որ գործում լավ վարպետ եք, ինչ որ մասնագիտություն, կրթություն գոնե ունեք։ Հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ինչ էլ որ եղել է, մնացել է անցյալում, աշխարհի կարտը նոր դռներ են բացում ձեր առջև, նոր հնարավորություններ եւ նոր էտապ կսկսվի կյանքում եւ տեսնում եմ Պենտակլի թագավորը, սա ամենահարուստ կայացած մարդն է, ամենա։ Այսինքն ես չեմ կարող ասել դուք 2 շաբաթում պիտի հարստանաք, պարզապես այն մարդը, որ այստեղ են սկզբում որ տեսնում եք, հիշում եք, այստեղ շատ ինքնաբավ մարդը ֆինանսական հատկապես հաջողություններով ապրում էր, վայելում էր, հետո զրոյացվեց, նորից կկարողանաք ձեր ունեցածը վերադարձնել, հարգելիներս։ Կկարողանաք, ձեզ կյանքը կտա հնարավորություն։ Դե կօգտվեք թե չեք օգտվի, դա արդեն ձեր գործն է, բայց իրականում կունենաք հնարավորություն վերադարձնելու ձեր կորցրածը։ Իսկ ինչ եմ տեսնում ընդհանուր խորհուրդ բոլոր երկորյակներին, տեսնում եմ թրերի երկուսը, տեսնում եք, երկու թուր է ձեռքին եւ աչքերը փակ են, աղջկա, այսինքն ինչ որ ընտրության առաջ են կանգնած որոշ երկորյակներ, ինչ որ հարցում պետք է որոշում կայացնեն, լուծում գտնեն, չեն գտնում։ Աչքերը փակ է, այսինքն չեն տեսնում, ելքը չեն տեսնում իրավիճակից։ Ինչ որոշում պետք է կայացնեք, ինչ ընտրության առաջ ես մի կարտով կկարող դժվարանամ խորհուրդ տալ։ Տեսնենք ինչ պիտի կարողանաք որոշել, ինչ կհուշեն կարտերը լրացուցիչ։ Ես տեսնում եմ ինչ որ նոր ճանապարհ են ընտրում կամ պետք է նոր ճանապարհ գնալ, այ դրա համար էլ ինչ որ որոշման առաջ եք կանգնած։ Ես կարող եմ ասել ինչ որ մի նոր ուղի եք ընտրել, միգուցե ինչ որ նպատակի հետևից եք որոշել գնալ,
հարգելիներս վերջերս եւ բավականին պայքարել եք դրա համար։ Միգուցե ժամանակ, միգուցե գումար, ինչ եք մեջ ներդրել չեմ կարող ասել, բայց բավականին պայքար է եղել, միայն դուք չեք եղել։ Ես չգիտեմ, եթե նոր աշխատանքի հետ կապված է եղել, ինչ որ կարիերայի հետ է կապված եղել, միգուցե մրցակիցներ շատ են եղել, նույն աշխատանքի համար տարբեր մարդիկ են դիմել։ Ինչի համար ես չեմ կարող ասել, որ երկրորդն ինչպես կարող է վերաբերել, դուք իմանաք, ուղղակի մրցակցությունը չափից ավել շատ է եղել։ Ձեր գաղափարն նոր է եղել, ուղղակի դուք մրցակցությանը չեք դիմացել եւ այժմ ինչ որ ընտրության առաջ եք կանգնած, այդ ընտրությունը պետք է կատարեք։ Ես էլի չեմ տեսնում իմ կարտերով, թե իրականում ինչ ընտրություն, ինչ խորհուրդ կտան, ինչ ընտրեք։ Բայց հասկանում եմ ինչու, ինչ որ խնդիր է առաջացել, ինչ որ հարցի շուրջ, որտեղ մրցակիցները շատ են, միգուցե որոշում եք արժի շարունակել, չարժի շարունակել, դա կարող են անձնական հարցերում, կարող են կարիերայում, ում ինչպես վերաբերում է, կարող եք այդպես էլ ձեզ վերագրել։ Հետաքրքիր է, ինձ կարտերը չեն տալիս ոչ մի ինչ հետաքրքիր է։ Հարգելինս միայն ջահեր եմ տեսնում, ջահերը սրանք, գիտեք, նպատակներն են, այսինքն ես չեմ կարող ասել դուք ի վերջո ձեր նպատակին կհասնեք, թե ինչ որոշում կկայացնեք, բայց ես տեսնում եմ ջահերի, այսինքն եթե չեք կարողանում ինչ որ երկար ժամանակ ինչ որ որոշում պետք է կայացնել, ինչ որ հարցի շուրջ էլ եմ ասում, ինչ հարց էլ ուզում է լինել երկար ժամանակ, կարտերը ինձ հուշում են, որ ինչ որ նորովի պետք է մոտենաք հարցին։ Այդ տեսնում եք, այստեղ տեսնում եք, ջահերի տեսնում եմ 9, մարդը անդադ փորձում է, չի ստացվում։ Այսինքն ինչ որ մի բան եք անում, անընդհատ նույն ձևով եք անում, նույն բանը, նույն սխալները կրկնում եք, դրա համար անհաջողության եք հասնում, նորից էլի մարտահրավերները շատ են եւ դուք չեք կարողանում որոշում կայացնել։ Այլ որոշում պետք է լինի նորովի մոտենալ։ Այլ ես 9 ջահերի փոխարեն պետք է անել մեկը նորը։ Ինչ որ նորովի պետք է մոտենաք այդ հարցին, որպեսզի կարողանաք ի վերջո հաջողության հասնել։ Իսկ հաջողությունը տեսնում եմ 4-ը ջահերի, էլի բոլորը ջահեր եմ տեսնում։ Այ երբ որ նորովի մոտենաք, կկարողանաք այս հարցը լուծել։ Տեսնում եք, մարդիկ ուրախությամբ են ինչ որ զվարճանում են, ինչ որ բան են տոնում, այսինքն կարողանաք ձեր նպատակին հասնել, բայց եթե նորովի մոտենաք, այ որպեսզի որոշման, այսպես որոշումը չեք կարողանում կայացնել, դա նշանակում է, որ նույն բանը անդադ նույն ձևով անում եք, չի ստացվում։ Ինչ որ մի նոր ձևով պետք է մոտենաք հարցին, հարգելիներս։ Եվ այդ դեպքում կկարողանաք տեսնել տարբերակը, ինչ ընտրել, ինչպես մոտենալ հարցին, որպեսզի կարողանաք ձեր հարցը լուծել։ Ինչ հարցեր ես կդժվարանամ ասել ճիշտն ասած։ Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը խեցգետիններին։ Հաջորդ 2 շաբաթվա համար մինչև օգոստոսի վերջ ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ես կընտրեմ 2 տարբերակ եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր խեցգետիններին։ Առաջին տարբերակը տեսնում եմ 8 բաժակների, տեսնում եք երիտասարդը նոր ուղի է ընտրել, հեռանում է ամեն ինչից, թողնում է իր անցյալը, թողնում է իր կյանքի փորձը, ինչ փորձ որ ձեռք բերել է բոլոր բաժակները, դրանք եղել են փորձեր, կարող է եղել են նաև փորձություններ, բայց մարդը թողնում է, հեռանում է եւ նոր ճանապարհ է ընկել, ինչ որ նոր բան է փնտրում, սա կարող է լինել կարիերայի մասին, աշխատանքի մասին, հարաբերությունների մասին։ Տեսնենք ինչի մասին է այստեղ խոսքը։ Բավականին շատ կարտեր հանեցի։ Գիտեք, հարգելի խեցգետիններ, ես այստեղ շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ նոստալգիայի կարտը, տեսնում եմ գեղեցիկ զույգ սիրահարները։ Ես այստեղ տեսնում եմ անցյալ, ճիշտն ասած, սա ձեր անցյալն է, դուք ինչ որ հիշողությունների մեջ եք, դուք փորձում եք ձեր անցյալից փախնել։ Խեցգետինը հեռանում է իր անցյալից, իսկ անցյալում շատ գեղեցիկ ռոմանտիկ
պատմություն է եղել, սեր է եղել, ինչ-որ մեկը սիրուց է հեռանում։ Սիրել են ինչ-որ մեկին, այսպես շատ շատ արագ, սա նաև արագության կարգն է, սա նոր է եղել, նոր զգացմունք։ Միգուցե առաջներում ինչ-որ մեկի հետ շփվել եք, հավանել եք, բայց սա բոլորովին այլ զգացմունք է եղել։ Բավականին լուրջ հարաբերություններ են եղել եւ բավականին արագ առաջ են շարժվել, այսինքն նպատակ, որպեսզի կարողանան երևի թե լրջացնել իրենց հարաբերությունները։ Իսկ հետո ես տեսնում եմ խնդիրներ են առաջացել։ Ես այստեղ տեսնում եմ ագրեսիվության կարտը վիճել են իրար հետ երևի թե վիճել են, այստեղ տեսնում եք ագրեսիվությունը թրերով հարձակում, այսինքն վիճել են կողմերը, չեմ կարող ասել ով ում է վիրավորել, ով ում է նեղացրել, բայց դրանից հետո հարաբերությունները կանգնել են, դարձել է կախված վիճակ, այսինքն տեղից չի շարժվել։ Ես տեսնում եմ, որ իրականում երևի թե Խեցգետինը շարունակել է հավատալ իրենց եւ չնայած որ պետք է որ միգուցե ընտրություն կայացնեն, որովհետեւ ճանապարհին է տեսնում եք երկու ջահ է, այսինքն պետք է ընտրություն կատարել ինչպես վերաբերվել, բայց իրականում սիրտը կոտրված է եւ չի կարողացել երկար ժամանակ հասկանալ թե ինչ պետք է անել։ Իսկ տեսնում եմ որ փորձել է պայքարել, չի հանձնվել։ Խեցգետինը, ես չեմ կարող ասել Խեցգետինը կինն է թե տղամարդն է, բայց կարող եմ ասել որ փորձել է պայքարել, փորձել է շարունակել եւ հուսալ եւ պայքարել, իրական ինչ-որ քայլեր է արել։ Ես տեսնում եմ իրականում քայլերը ոչ մի բանի էլ ճիշտ ասած չեն հասցրել։ Ինչպես արագ սկսվել էր, այդպես արագ էլ կարծես ամեն ինչ վերջացել է։ Գիտեք, հարգելիներս, ես տեսնում եմ, որ ամեն ինչ այդպես վերջացել է, ջանքեր ներդրել եք, Խեցգետինը ոչինչ չի ստացվել եւ ընկել է ճանապարհ, որոշել է գնալ նոր ճանապարհով։ Դրանից հետո ես բավականին հաջող կարտեր եմ տեսնում, գիտեք, ես այստեղ տեսնում եմ կայսրուհի եւ այստեղ տեսնում եմ աստղը, այսինքն ես տեսնում եմ, որ երբ որ կհանգստանա կվերգտնի իրեն Խեցգետին, անկախ նրանից կին եք թե տղամարդ, հասկանում եք, դուք պետք է կարողանաք ձեզ ինքներդ վերականգնել։ Նման կորուստները, նման անհաջողությունը, սեր կորցնելը, բաժանվելը մեկից, բավականին փոխում է մարդուն, կոտրում է մարդուն նաև ներսից էլ, եւ հոգեբանորեն եւ առողջության վրա է ազդում։ Այլ կկարողանա, կայսրուհին ուժեղ է, այնպիսի կին է, որ ինքը կարողանա իրեն նորից վերգտնել, նույնիսկ եթե կին է չէ տղամարդ է, եւ նորից նոր երազանքներ կունենա եւ կգնա իր նոր երազանքների հետևից, կամ կարտերն են պարզապես հուշում, փորձեք վերգտնել ձեզ, հիշել ինչպիսին եք դուք մինչեւ այս հարաբերությունները, դուք արդեն անձ եք, դուք կայք եւ նորից փորձեք վերգտնել ձեզ, նոր երազանքներ կառուցել եւ գնալ նոր երազանքների հետևից։ Ես տեսնում եմ, որ հիմա Խեցգետինները այս փորձից հետո մի քիչ ավելի խիստ կլինեն։ Այսինքն ընդհանրապես իրենք շատ ռոմանտիկ մարդիկ են, շատ մեղմ հանգիստ են, մի քիչ կփոխվի ձեր վերաբերմունքը իրականում, որպեսզի կարողանաք ձեզ պաշտպանել նման մարդկանցից։ Այ ես երկու թրերով կարտ եմ տեսնում, ես տեսնում սա ձեր նոր վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ։ Դուք էլ ցույց չեք տա ձեզ նեղացնել, այն նեղացրել են ինչ-որ ձևով ձեր սիրտը կոտրել են։ Դուք կկարողանաք ձեզ պաշտպանել սրանից հետո։ Կայսրուհին այդպիսի որոշում է կայացել։ Դրանից հետո տեսնում եմ կայսրի կարտը, հարգելիներս, այո, ես տեսնում եմ կին տղամարդ նշանակություն չունի, ձեր վերաբերմունքը փոխվել է։ Դուք նոր կյանք պետք է սկսեք, հարգելիներս, նայեք առաջ, տեսնում եք մարդիկ զվարճանում են, նոր ընկերներ կունենաք, շատ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, եթե ինչ որ նման ցավագին process-ի միջով եք անցնում, եթե նոր եք հեռացել հարաբերություններից, բայց հեռացեք, որովհետեւ ձեզ ավելի հետաքրքիր ապագա է սպասում։ Եթե Խեցգետինը կինն է, այ ձեզ կայսր է սպասում, մարդ, որի հետ կարող եք այսպես հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Իսկ եթե տղամարդ եք, ձեզ կայսրուհի է սպասում, այսինքն ավելի ճիշտ մարդ։ Մարդը կարող է վատը չի եղել, այլ ինչ որ ձևով չի ստացվել։ Ես որտեղ տեսնում եմ այնտեղ սկզբում ռոմանտիկ հարաբերությունները, սիրահարները, այսինքն սերը երկկողմանի է եղել։ Ես չեմ կարող ասել, որ դուք սիրել եք, ձեզ չեն սիրել։ Պարզապես ինչ պատճառներով, ինչ որ ագրեսիվություն է եղել ձեր 4 կողմը, եւ դուք իրականում վիճել եք եւ հեռացել եք իրարից։ Բայց իրականում մարդը ձեզ սիրել է, վատ մարդ չի եղել։ Միգուցե ճակատագրով այդպես է եղել։ Ձեզ նոր մարդ է սպասում, նոր կայսր կամ կայսրուհի, այսինքն ավելի հաջող մարդ, որը ճիշտ կլինի ձեզ համար։ Եվ դուք գեղեցիկ ժամանակներ են ձեզ սպասում, հարգելիներս։ Ես չեմ կարող ասել հենց հաջորդ 2 շաբաթվա մեջ արդեն ամեն ինչ այդպես կշտկվի, բայց երբ որ դուք ձեզ կվերգտնեք, կլինեք առաջվանը, այ իրականում ձեր առջև ճանապարհ կբացվի։ Իսկ այս ճանապարհ գնալը ճիշտ է ձեզ համար, նոր ուղի է պետք փնտրել։ Թողնել անցյալը անցյալում եւ շարժվել առաջ։ Իսկ երկրորդ տարբերակում տեսնում եմ թրերի թագուհին։ Թրերի թագուհին սա այն կինն է, որը շատ պրակտիկ մտածելակերպ ունի, որոշումներ կայացնում է եւ երբեք ոչ մի ձևով կանգ չի առնի իր նպատակներից, հա։ Ինքը ոչ այսպես էմոցիաներ չունեն, ինքը որոշումը կայացրել է, պետք է հասնի իր նպատակին։ Իսկ ես թրով կարող եմ ասել, որ ինքը հաստատ ինչ որ նպատակ ունի, ինչ որ ցանկություն ունի։ Դա կարող է լինել կարիերայի հարցերում, կարող է լինել անձնական հարցերում։ Տեսնենք ինչ նպատակ ունի մեր Խեցգետինը։
Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Անհավատալի հետաքրքիր։ Ես այստեղ տեսնում եմ խեցգետին, կին թե տղամարդ էլի եմ ասում նշանակություն չունի, որը բավականին բարդ կյանքի ճանապարհ է անցել, միգուցե վերջերս է անցել։ Ես այստեղ տեսնում եմ թրերի 10-ը, տեսնում եմ 9 ջահերի համբերատարության կարտը հեռանում եք եւ տեսնում եմ 4-ը թրերի, նորից թրեր եմ շատ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ մարդ, որը բարդ ճանապարհ է անցել կյանքում, էլի ինչից եք հիասթափել, կդժվարանամ ասել։ Այստեղ եւ անձնական հարցերին կարող է վերաբերել իմիջիայլոց եւ կարող է վերաբերել աշխատանքին կամ կարիերային հարգելից։ Ես կասեմ բարդություն խնդիր, դուք ինքներդ ում ինչպես վերաբերում, այդպես կարող եք վերաբերել, դες կարող եք հասկանալ ինչին է վերաբերում։ Ես այստեղ տեսնում եմ վերջանում են ձեր խնդիրները։ Դուք պայքարել եք ինչ-որ բանի համար, կամ հարաբերությունների, կամ աշխատանքի, կարիերայի համար։ Իրականում չի ստացվել, բավականին համբերատար եք եղել, թողել հեռացել եք։ Հասկացել եք, որ չի ստացվում, խելացի եք եղել։ Դու մի բանը փորձում եք եւ չի լինում, սա ձեր վերջին ուժերն են արդեն։ Նորից էլի վերջին ուժեր ունենալով էլի հիվանդագին նորից եք շարունակել պայքարել, չի ստացվել, շատ համբերատար եք եղել, բայց իրականում պետք է ժամանակն է հեռանալ, եթե չեք հեռացել, կարտերն են հուշում։ Մի քիչ ցավոտ կլինի, մի քիչ ձեզ պետք է վերականգնվել, այլ կհեռանաք խնդիրներից եւ պետք է վերականգնվել։ Ոչինչ չանել, տեսնում եք, մարդը պարկած վիճակում, կյանքը պատուհանից այն կողմ շարունակվում է, իսկ ինքը դրան տեղյակ չի։ Ինքը իր 4 պատի մեջ, իր սենյակում, իր անկողնում պարզապես հիվանդագին վիճակում է։ Այսինքն ձեզ պետք է, այսպես պետք է հանգիստ։ Եթե այսպիսի վիճակում եք եղել, ել եմ ասում անկախ նրանից թե ինչի մասին է խոսքը։ Իսկ դրանից հետո ես տեսնում եմ արդարադատության կարտը եւ այստեղ էլ տեսնում եմ ես թրերով կին է, նոր նպատակ ունի, այսինքն Ես տեսնում եմ, որ խեցգետին ի վերջո այս հանգստանալուց հետո շատ նմանատիպ եմ տեսնում առաջին պատմությանը, պարզապես այստեղ մի քիչ թեթևակի տարբեր է։ Ես տեսնում եմ, որ իրականում դուք կհասկանաք, դուք իրականում արդարադատության կարտով կարող եմ ասել, դուք կհասկանաք ինչ եղավ, ինչու էսպես եղավ, այս հանգիստը ձեզ դրա համար է պետք, հարգելիներս, կարտերն են հուշում։ Տեսնում եք, այ հանգիստը պետք ձեզ դրա համար է պետք, որպեսզի կարողանաք դատել, վերլուծել, հասկանալ ինչ եղավ, ինչու այդպես եղավ, ինչու ձեր նպատակին չհասաք։ Դուք արդեն խելացի եք, որ հեռացաք։ Ես օրինակ կարծում եմ, եթե չէ, գլուխով ինչքան կարող եք պատին խփել, պատը չի քանդվելու, ձեր գլուխը կարող է վնասվել։ Այդ մարդը փորձում է, չի ստացվում, մարդը թողնում հեռանում է, հիվանդագին է տանում, բայց միևնույն ժամանակ այս հանգիստ վիճակը ձեզ պետք է, որպեսզի վերլուծեք, հասկանաք ինչու այդպես եղավ, որպես սա կլինի ձեզ կյանքում փորձ։ Այ արդարադատության կարտով դուք կհասկանաք, տեսնում եք, հանգիստ կինը նստած է, կհասկանաք ինչ եղավ, ինչու չհասաք, եւ մյուս անգամ բոլորովին այլ մոտեցում կունենաք։ Իսկ ես տեսնում եմ, որ դուք արդեն այլ մոտեցում ունեք։ Դուք արդեն հասկացել եք կամ կհասկանաք շատ շուտով, թե ինչու չստացվեց, ինչն էր խնդիրը։ Այ վերլուծությունը ձեր հանգիստ ժամանակը դրա համար էր պետք ձեզ։ Եվ ես շատ գեղեցիկ հաջորդի, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ հրաշագործը։ Դուք կհասկանաք ինչպես կարող եք հասնել ձեր նպատակին։ Դուք նպատակից չեք հրաժարվի իմիջիայլոց։ Ես չեմ կարող ասել անձնական հարաբերություն նույն մարդու ետևից կգնաք բոլորովին։ Ես այստեղ ճիշտ ասած ավելի կարիերայի, աշխատանքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր եմ տեսնում, բայց անձնականներ կարող եք վերագրել։ Ես տեսնում եմ այստեղ մարդ, որը կհասկանա, տարբերակներ կգտնի վերլուծելուց հետո կհասկանա ինչն էր սխալ, ինչու չստացվեց, ինչ որ չստացվեց, ինչպես կարող է նորից գնալ հասնել իր նպատակին։ Մարդը կսովորի նորից սովորել։ Այ սովորեք ինչպես հասնեք նպատակին եւ ինչ պետք է անել նպատակին հասնելու համար։ Այսինքն սովորել նկատի ունեմ չէ տարբերակները կա։ Օրինակ ինչ աշխատանքի մեջ պետք է ինչ-որ մի նոր բան սովորել, պետք է օրինակ վիդեո եք նկարում, վիդեոն ինչպես պետք է խմբագրել։ Անդադ մենք ամեն քայլափոխի ինչ-որ մի բան ենք սովորում։ Այդ նպատակին հասնելուն էլ ճանապարհում ինչ-որ մի բան պետք է սովորել։ Օրինակ ֆինանսների հետ ինչ սխալ արեցիք, որպեսզի չանեք, պետք է սովորեք նորովի մոտենալ։ Այ մարդը այստեղ աշխատում է 8 պենտակլի, մարդը անընդհատ աշխատում է։ Դուք ավելի զգուշ կմոտենաք հարցին, ինչ հարցել որ լիներ, նույնիսկ անձնական հարաբերություններին։ Այսինքն ավելի կփորձեք հասկանալ, ավելի գիտակցաբար մոտենալ հարցին, որպեսզի մյուս անգամ չսխալվեք եւ կարողանաք ամեն ինչ բալանսի բերել։ Այ բալանսը, այսինքն կարողանաք հասկանալ եւ ռիսկերը, ինչ էլ որ անում եք, նաև հարաբերությունների մեջ է, չէ, ռիսկային է, սիրում ես, սիրահարվում ես, այսպես սրտանց տրվում ես, հետո կարող ես մարդուն կորցնել եւ քո հավասարակշռությունը կարող է կորել, քո հոգեկան հավասարակշռությունը։ Ֆինանսներում կարող ես ստանում ես մի քիչ, արագ ներդնում ես անում, հետո կորցնում ես գումարներ, այ դուք կարողանաք դուք կարողանաք բալանսի բերել, որտեղ կհասկանաք ինչպես կարող եք նպատակին հասնել եւ ճակատագրի անիվը կփոխվի 360 աստիճան, որտեղ դուք արդեն կյանքի փորձ եք ձեռք բերել ձեր առաջին սխալից, ձեր նպատակին ինչու չհասաք, դուք կհասկանաք ինչպես, նոր բաներ կսովորեք, նոր ուղիներ կփնտրեք, հետո կգաք հավասարակշռության
եւ կգնաք կհասնեք ձեր նպատակին։ Բավական դրական կարտեր եմ տեսնում, ուղղակի բավականին դժվար ճանապարհ եք անցնում, բայց կարող եք հաղթահարել, հարգելիներս։ Ընդունեք ել եմ ասում, փորձությունները ոչ թե որպես կյանքի հարված, կյանքից հարված ցավագին տանում եք ինչ որ ժամանակ, բայց պետք է կարողանաք վերականգնել։ Պարզապես ընդունեք որպես կյանքից փորձ։ Այդպես շատ ավելի հեշտ է եւ ավելի ճիշտ է։ Նույն սխալը երկրորդ անգամ չեք կրկնի։ Ես տեսնում եմ այստեղ Պենտակլի 4-ը որպես խորհուրդ բոլոր խեցգետիներին։ Հարգելի խեցգետիներ, սա ժլատության կարտն է իմիջիայլոց։ Դուք կարող եք ժլատ լինել ժամանակի նկատմամբ, խնայեք ձեր ժամանակը, մի վատնեք սխալ մարդկանց վրա, սխալ բանի վրա, սխալ գործի վրա, սխալ նպատակի վրա։ Կարողացեք նաև պահպանել ինչ որ դուք ունեք, գնահատեք ինչ որ դուք ունեք եւ ձեր ունեցածը պահեք ձեզ։ Այ եթե դուք շռայլորեն կարողանում եք նվիրվել, շռայլորեն կարողանում եք, չգիտեմ, սիրել կամ կապվել, աշխատանքին լինի, չափից ավելի շատներ դրում եք անում աշխատանքում, իրականում ձեզ այդքան չեն վարձատրում, դուք ձեզ չգնահատված եք զգում, այլ կարտը հուշում է ավելի զուսպ եղեք, ավելի, այսպես ասեմ, ժլատ եղեք, այո, շատ մի տրամադրեք ոչ ձեզ, ոչ ձեր էմոցիաները, ոչ էլ ձեր աշխատանքը, ոչ էլ ձեր ժամանակը, այլ կարողացեք ձեր ունեցածը պահել ձեզ։ Մի քիչ ավելի ժլատ եղեք։ Նաև ել եմ ասում, սխալ մարդկանց զգացմունքներ ցույց տալուց կամ տալուց նվիրվելուց, նաև սխալ բանի վրա գումարներ ծախսելուց, այո, սա նաև կարող է նշանակել խնայեք ձեր գումարները։ Ես չեմ կարող ասել ձեզ ինչ ֆինանսական ծախսեր ու ինչեր են սպասում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, բայց նաև հատկապես խնայեք ձեր գումարները, այսինքն աշխատեք շատ չծախսել, չափից ավել շատ չծախսել։ Ձեզ հաջող ժամանակ եմ ցանկանում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, հարգելի խեցգետիներ։